Ամենաառաջի պլակատներից մեկը սա էր։ Երբ որ սկսեց այս ամենը, ես հասկացա, որ չունեմ տարբերակ, ես չմասնակցեմ, որովհետև արվեստը, նամանավան պլակատի արվեստը, պաստառի արվեստը միշտ առաջնագծում է եղել ցանկացած հեղափոխության։ Օրինակ սա, անվախ սերունդ, fearless generation, ինչի համար էր սա կարևոր, որտեվ ես ցուցարարների մեջ տեսնում եմ իմ ուսանողներին, այս սերունդը, որը որ այս պայնս ամեն ինչի հետևում է կանգնած, որտեվ իրական ուժը իրանք են, ու դրա համար անվախ սերունդը ամենալավ բնութագիրը կարա լինի իրանց համար, որտեվ իրանք իսկապես ոչինչից ու ոչ մեկից չեն վախենում ու իրենք ապացուցեցին դա այս ամեն ինչով, հա։ Օրինակ սա ես 3 գիշերն եմ արել, ու չէի կարա չխոսայի ես սրա մասին, հա։ Սա հիշատակ Արթուր Սարգսյանի, որը որ հաց բերողն էր ու որը որ զոհվեց այս ռեժիմի ՀԿ-ի իշխանության օրին ու իրենց անմիջական պատասխանատվությամբ, հա, ինձ պետք էր մի քիչ հիշացնել մեզ այն մարդկանց մասին, ովքեր որ զոհ են եղել այս բռնապետությանը, որը այլևս չկա։ Սա իհարկե ոչ մեկ չի հորինել, ու ինձ ասել են, որ սա հայերեն բառ չի, սա իրական ռուսական բառ է, դուխ բառից է գալի, հայերեն ճիշտ կլիներ ասել ոգով կամ անվախ, բայց ամեն դեպքում դա է սկսել օգտագործել ու դա էլ երևի պետք է նշել, որ միշտ չի, որ գրագետ դասական հայերենը կարա աշխատի պլակատի արվեստի մեջ, որովհետև շատ անգամ լինում է, որ նույնիսկ սլենգը ավելի ազդեցիկ է, ավելի արտահայտիչ է այս պահին, քան գրագետ, ասենք, կիրթ հայերենը, որին միշտ պետք է հարգել։ Revolution needs to become an evolution, ու շատ կարևոր է, որ մենք ֆիքսենք դա, որ հեղափոխության փուլը կավարտվի վաղ թե ուշ, ու այդ ժամանակ մենք պիտի արդեն սկսենք մեզ ոնց որ դրսևորել որպես մի ազգ, որը կայացավ այս հեղափոխության միջոցով ու կարողանանք մտնել էվոլյուցիոն պրոցեսի մեջ։ Չգիտեմ, ես հավատում եմ, որ լավ է լինելու, հաստատ լավ է լինելու։